Անցած շաբաթ տեղի ունեցավ մեր ձևով շարժման հաշվետու հավաքը և հայտարարեցինք, որ մենք արդեն 5000 հոգի ենք և ամեն շաբաթ, ամեն ամիս պետք է ավելանանք։ Դրա համար ինչ եմ խնդրում, բոլորը ձեր շրջապատում, ձեր ընկերների հետ, ձեր կոլեկտիվում, խնդրում եմ, խոսեք մարդկանց հետ, տեղ հասցրեք մեր մտքերը, ձեր մտքերը, բոլորիս գաղափարները, մարդիկ հասկանան ինչ է կատարվում երկրում, որովհետև երբ պետությունը սկսում է վախենալ սեփական քաղաքացիներից, երբ արդարադատությունը սկսում են օգտագործել քաղաքական նպատակներով, լռելը արդեն դառնում է հանցագործություն։ Մենք մեր պետություն ենք տանում կործանման։ Այս ժողովրդավարությունը, որը պետք է մեր երկրում կայանար, գնալով կործանվում է, ու դրա փաստ օրինակը այսօրվա տեղի ունեցող դատավարությունն է, երբ 4 ամիս ապօրինի կալանքի տակ պահվող Սամվել Կարապետյանի նկատմամբ եւս 2 ամսով դատախազությունը միջնորդություն է ներկայացնում եւ ապօրինի իրավաբանները, փաստաբանները երևի եւս մեկ անգամ կխոսեն, չնայած ամեն ասուլիսի ժամանակ է ներկայացնում են, որ ոչ մի հիմնավորում չի ներկայացվում։ Միակ հիմնավորումը մեկ նախադասությունն է եղել, որը հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը ասել է եկեղեցու բակում, որ մենք մեր ձևով մասնակցելու ենք երկրում տեղի ունեցող իրադարձություններին, դարձրել են քաղաքական հետապնդման առարկա։ Ինչ եմ հորդորում, ինչ եմ խնդրում, սիրելի համակիրներ, սիրելի քաղաքացիներ, մեր ժողովուրդ ջան, մենք ունենք մի ճանապարհ, պետքա շատանանք, պետքա բոլորս միասին ճնշում գործադրենք, որպեսզի արդարադատությունը, արդարությունը, որի համար բոլորս պայքարում ենք, տեղի ունենա։ Դրա համար ազատություն, ազատություն